Պարոն Ալեքսանյան, այսօր Սերոբ Գասպարյանի խափանման միջոցի հարցը քննարկվելու ինչ ակնկալիքներն են ու ահասարակ լիստերի ասացան։ Դե տեսեք, ընդհանուր ակնկալիքներ, որպես այդպիսիք ունենալը մի փոքր կարծում եմ շնորհակալ գործ է կամ ինչ-որ ենթադրություններ անել է։ Դուք նախորդ ԴՏԿ նիստի ժամանակ տեսաք, որ մենք հանգամանալից ներկայացրեցինք բոլոր մեր փաստարկները, որոնք վկայում են նրա մասին, որ Սերոբ Գասպարյանի նկատմամբ առնվազն գոնե այլ ընտրանքային խափանման միջոց տնային կալանքը պետք է կիրառվի, արդեն բավականին երկար ժամանակ վերջինս գտնվում է անազատության մեջ եւ պետք է հստակ արձանագրենք, որ անօրինական է գտնվում անազատության մեջ, որտեղ մենք քննության ամենասկզբնական փուլից, այսինքն ծնունդից ի վեր, պնդել ենք, որ դրել պարագայում այն փաստական տվյալները, որոնք դրված են մեղադրանքի հիմքում, այն փաստական տվյալները, որոնք որ մինչ այսօր դրված են եղել խափանամիջոց կալանքի հիմքում, դրանք չունեն այն կշիռը, որ հնարավոր կլինի անձին դրել պարագայում ազատությունից զրկել։ Ինչու, որտեղ բոլոր այդ փաստական տվյալները կառուցված են ոչ թե ինչ-որ փաստի հիման վրա, այլ բացառապես ենթադրության եւ անձանց որոշակի կարծիքների հիման վրա։ Հետաքննության ամենասկզբնական փուլում ենթադրությունը, կարծիքը միգուցե հիմնավոր կասկածի համատեքստում բավարար կարող է լինել անձին ժամանակավոր տվյալ պարագայում կարճաժամկետ ազատությունը զրկելու համար, բայց այս 10 ամիսների ընթացքում այդ ենթադրությունները եւ կարծիքները անձի երկարատև կալանքի հիմքում դրված լինել չեն կարող։ Այս մեղադրանքը առհասարակ որևէ ավերջ չունի իրավաբանության հետ, որտեղ տվյալ պարագայում մեղադրանքային փաստական նկարագրությունը, որը որ դրված է գործում առկա որևէ փաստական հանգամանքներով եւ փաստական տվյալներով չի հիմնավորվում։ Ավելին ասեմ, գործում առկա փաստական տվյալները հենց վկայում են հակառակի մասին, որտեղ այդ նույն անձիկ, որոնք որ հայտնել են իրենց ենթադրությունը, կարծիքը, որի պետք Սերոբ Գասպարյանը այս ամեն ինչի հետ հնարավոր է կապ ունենա, առնչություն ունենա, նույն իրենց ցուցմունքներով հայտնել են, որ Սերոբ Գասպարյանը երբ որ եկել է Գորլովկա եւ իմացել է այն խոսակցությունների մասին, թե իբրև այդտեղ գտնվող անձանց այդտեղ գտնվելու նպատակը հանդիսանում է Հայաստանում հետագայում վերադառնալու պես հեղաշրջում կատարել է, իրանք հայտնել են, որ Սերոբ Գասպարյանը դրա մասին իմանալուց հետո անմիջապես շատ կոշտ է արձագանքել եւ հայտնել է, որ նման բան չկա եւ ով փորձի սեփական ժողովրդի վրա զենքը բարձրացնի, ինքը առաջինը կլինի, ով դրա դեմը կառնի, սա ասում է մեղմ, որովհետեւ եթե նույնիսկ ցիտեմ նրանց ցուցմունքները, նրանք հայտնել են, որ Սերոբ Գասպարյանը հայտնել է, որ ինքը անձամբ հենց այդ անձանց վրա զենք կբարձրացնի եւ թույլ չի տա, որպեսզի սեփական ժողովրդի վրա որևէ մեկը զենք բարձրացնի։ Ես կարծում եմ, որ այդ փաստական տվյալները հենց վկայում են նրա մասին, որ Սերոբ Գասպարյանը ոչ միայն առնչություն չունի այդ խոսակցությունների հետ, ոչ միայն առնչություն չունի, եթե ինչ-որ մի բան էլ նախապատրաստվել է, չնայած որ դրան շատ առհասարակ չեմ հավատում, դժվար եմ պատկերացնում, թե ինչպես դա կարող է տեղի ունենալ, դա պարզապես ասեկոսերներ են, դա պարզապես զառանցանքներ են, ինչ-որ անձանց կողմից անհասկանալի վարած խոսակցություններ են, որոնց առնչությունը Սերոբ Գասպարյանի հետ այս գործում առկա փաստական տվյալներով առհասարակ չի կապվում։ Ինչ վերաբերում է խափանման միջոցին, տեսեք, ըստ էության դատարանը նախորդ որոշմամբ արձանագրել է, որ քննությանը խոչընդոտելու հիմքը կա եւ քանի դեռ վկաները հարցականված չեն կամ դրանցից գոնե մի մասը, ապա այլ ընտրանքային խափանման միջոցի մասին որպես այդպիսի կիրառման խոսք չի կարող գնալ, բայց դուք տեսաք, որ նախորդ 3 ամիսների ընթացքում որպես այդպիսի 3 ԴՏԿ նիստ է ընդամենը կայացել եւ ես դրա մասին հստակ նաեւ իմ ելույթի մեջ նշեցի, որ այստեղ մենք գործ ունենք նաեւ պատշաճ ջանասիրության հետ, այսինքն գործը քայլ առաջ չունի արած, որպես այդպիսի մենք գտնում ենք նույն կետում։ Այո, օգոստոսի վերջում է լինելու, որտեվ հուլիս ամսին դուք էլ լսեցիք դատարանը հայտնեց, որ գտնվելու ամենամյա արձակուրդում եւ ըստ էության մենք եւս կարող ենք ֆիքսել արձանագրել, որ օգոստոս ամսին, երբ որ առաջի ԴՏԿ նիստը կգումարվի, մենք եւս քայլ առաջ չենք ունենալու, մենք մնալու ենք նույն կետում, իսկ որն է այդ նույն կետը, դա զրոյական կետն է։ Եվ որ նորից առաջանա խափանման միջոցի քննարկման անհրաժեշտությունը, մենք կրկին արդյունավետ դրա քննարկումը որպես այդպիսիք չենք ունենալու եւ ունենալու ենք մի իրավիճակ, որ պարոն Գասպարյանի կալանքի ժամկետը մեխանիկորեն պարզապես երկարաձգվելու է։ Սա առհասարակ չի բխում անձնական ազատության իրավունքի բուն էությունից եւ տվյալ պարագայում արդեն աներկբա անհրաժեշտությունը կալանքի երկարատև կիրառման ես պարզապես որպես պաշտպան չեմ տեսնում։ Ես եմ շնորհակալ։